Երգչուհի Սոնա Շահգելդյանը իր վերջին հարցազրույցում անդրադարձել է Շուշան Պետրոսյանի ու Ավետ Բարսեղյանի հետ տեղի ունեցած վերջին սկանդալներին, իր խոսքում միաժամանակ ընդգծելով, որ ոչ մի վատ բան չի տեսնում, որ ինքը երգում է ներկայիս իշխանությունների կազմակերպած միջոցառումներին, ասելով, որ միշտ էլ բանակի կողքին է եղել։ Հարցազրույցը վերցնող լրագրողը Շուշան Պետրոսյանի մասին խոսելիս վերջինիս անվանում է մարդասպանների համար երգող, ինչին Սոնան չի արձագանքում, սակայն ի պատասխան ասում է. Ես շատ լավ եմ վերաբերվում, որովհետև շատ աստվածավախ մարդ եմ, ես չգիտեմ, թե ինչով է պայմանավորված, թե իրենց ինչ եմ արել, երևի խանգարում եմ շատ հարցերում եւ որպես լավագույն երգչուհի եւ մարդ, որովհետև PR-ի կարիք ունեն, ինձ են հիշում, ես ավելի եմ բարձրանում, ինձ չեն կարող պախարակել, պարապ մարդ չեմ ինչ որ մեկից նստեմ խոսեմ, երևի պատվեր է եղել, որ այդպես խոսեն, չգիտեմ ինչով է պայմանավորված այդ նենգությունը, չարությունը, ամենակարևորը, որ իրենք իրենց սխալը հասկացել են, զանգել են ինձնից, ներողություն են խնդրել, հաղորդման ժամանակ էլ դա ասել են, ընդգծել էր Սոնան։ Հավելենք, որ ավելի վաղ սկանդալ էր տեղի ունեցել Սոնա Շահգելդյանի եւ Ավետ Բարսեղյանի միջև։ Հյուրերը խաղ էին խաղում, որում Արսեն Սաֆարյանը պետք է գուշակեր, թե ինքը ով է, այս դեպքում նա Սոնա Շահգելդյանն էր։ Արսեն Սաֆարյանը հարցերի միջոցով փորձում էր Ավետից պարզել, թե հայտնիներից ով է ինքը, իսկ Ավետ Բարսեղյանը բավական կտրուկ էր պատասխանում Սոնա Շահգելդյանի վերաբերյալ հարցերին, տեղ-տեղ նաև վիրավորական եւ հեգնական տոնով։ Հաղորդումից հետո Սոնա Շահգելդյանը Facebook-յան իր էջում մի քանի ստատուս է գրել, անուններ չնշելով, իսկ հաղորդումից կտրված մի տեսանյութի մեկնաբանություններում էլ պատասխանել Ավետին։ Երգչուհին մասնավորապես գրել էր. Սոնան իրա մակարդակին չի հավասարվի երբեք ու մարդս մարդ լինի, Սոնան իրանից ավել կա, միշտ կլինի, ամոթ իրան, ուղղակի բան չկա ասելու, ծիծաղս գալիս ա, եթե այդքան աբիշնիկ էր, թող նկարս փոխեր, այդքան կար ու իմ անունս ու ես իրա նմանների համար շատ մեծ եմ, որ հասնի մեզ ի տարբերություն իրա ես ինձնով եմ հասել ամեն բանի, չգիտեմ Ավետ խի ես այսքան վարված ինձնից, բայց ես քեզ էլի լավն եմ ցանկանում, բայց մեջիդ կեղտը հանի, մաքրի, ասում են, առողջությանը վնաս ա։ Անդրադառնալով դստերը Լուսեին եւ նրա պահանջներին Ավետը նշել էր. Շատ վատ ա, որ հիմիկվա երեխեքը ամեն ինչ ունեն, ու դա ոչ այնքան կապված է սոցիալական դիրքի կամ ֆինանսի հետ, որքան շատություն կա, տարբերություն կա, ի տարբերություն մեր մանկության մի խաղալիքային։ Այսօրվա երեխեքը այդ առումով չգիտեմ որպես ինչ են մեծանալու, ու նրանց հնարամտությունը գուցե ուրիշ տեղ զարգանա։ Ես Լուսեին դաստիարակում եմ շատ իրարամերժ։ Մեկ-մեկ շատ նեղում եմ, հետո ասում եմ երեխեն ուզում ա լավ, ինչի չէ, ինչի ես դու քո մանկության խնդիրները տալիս ես երեխուն, որովհետև իրենք ուրիշ սերունդ են, ուրիշ ձև են իրենց ազատությունը, իրենց հագու կապը։ Ես ու Անին երբեք երեխուն չենք առնում բրենդային բաներ, ինքը շատ հասարակ, հանգիստ հագնվում ա, լավ բաներ ունի, նվերներ ստացած, բայց ես մեկ-մեկ ցանկանում եմ, որ ինքը ուզի ու չունենա, որ մեջը զարգանա ինչ-որ բան, բայց հետո նորից կասեցնում ենք, դա դժվար պրոցես է, ինչպես երեխային դաստիարակես, շատ նուրբ է այդ սահմանը։ Հիմիկվա երեխեքը կստանան իրենց ուզածը։ Ես հանգիստ եմ, որ Լուսեն տափակ երեխա չի մեծանա, որովհետև իր արարչական միտքը զարգացած է։ Անիի հետ հակասություններ ունենում ենք երեխային մեծացնելու հարցում։ Ինքը շատ ավելի բարի է։ Երեխեքի լկստված վիճակը ես չեմ սիրում։ Հիմա Լուսեի հետ խոսում եմ շնորհակալ լինելու մասին, իսկ նենց կռվում ենք երկու տեքոր կնգապես, սաղ օրը, կռիվ, պաչ, գրկել, այդ վիճակների մեջ ենք, նստում ենք, խոսում ենք, գոռոցել կա, նորմալ հայկական ընտանիք իր բոլոր վեճերով, իր բոլոր ձայնաբարձրացումներով, ինքն էլ տենց սենյակի դուռը շխկցնելով, բնականաբար այդ տեքստերով, որ փառք տուր Աստծուն, որ սենյակ ունես ու դուռը շխկցնում ես, հետո էլի պաչ-պուչ, գիշերները մեղավորության զգացում շատ եմ ունենում, քնած տեղը լիքը պաչում գրկում եմ, որովհետև ինքը շատ նուրբ երեխա է, ու մեկ-մեկ բնականաբար այդ նապորից հասկանում եմ, որ երեխայի հոգեբանությունը շատ եմ խախտում, բայց ինքն էլ իմն ա խախտում, երկու անհատի բախումներ են։ Խոսելով կնոջ Անիի հետ հարաբերությունների մասին, Ավետը նշել էր. խեղտոցներ եղել են սկզբնական փուլում, որ հեռախոսը չվերցնի, որովհետև Անիի մոտ էլ է աշխատանքին նվիրվելու գործընթացը շատ, պատերազմներ են եղել, սպանություններ այդ առումով, պարզապես դրանք էլի շատ արագ դադարեցվել են իմ կողմից այդ գերճնշումը, որովհետև հասկացել եմ մենք իրար հանդիպել ենք այն տարիքում, երբ արդեն կայացել ենք, ինքը աղջկա այն տեսակն է, որ սիրում է աշխատանքային
գործունեության մեջ լինել։ Սկզբից ուզում էի, որ ինքը կուխնյայի աղջիկ լիներ, նշել էր Ավետը։ Սեղանն եմ, սիրով հրավիրում եմ ձեզ այս առաջիկա 30 րոպեներն անցկացնենք միասին։ Ժոր Քոսակյանը եւ Վարս Չարենցն այսօր տաղանդների տաղավարում են մարդիկ, ովքեր ձեզ հայտնի են ԵԳԸ-ից։ Մենք ունենք առիթ Վարս Չարենցին շնորհավորելու գեղեցիկ դարձյալ սիրո մասին կոչվող գրքի լույս աշխարհ գալու կապակցությամբ Մարկ Արենի հետ միասին եք ստեղծել։ Ժոր ջան, բարի երեկո, Վարս ջան, բարի երեկո։ Ոնց եք։ Լավ, Ինչ լավ է։ Գեցեք։ Վարսից սկսենք, Ժոր ջան, ասես մեզ սա ինչ գիրք է։ Ողջունում ենք բոլորիդ։ դարձյալ սիրո մասին գիրք է, գեղարվեստական գիրք է Դիանի եւ Ռուբեն Սևակի սիրո պատմությունը 1992 թվականից մինչև 15 թվական ժամանակահատվածը։ Շատ գեղեցիկ կատարյալ սիրո պատմություն է։ Միասին եք գրել է, թե Միասին ենք գրել, մեծ աշխատանք եմ կատարել ես, բայց մտահղացումը եղել է Մարկ Արենին, չնայած մեծ աշխատանք եւս կատարել է Մարկ Արենը։ Մարկ Արենը։ Մտահղացում, այսինքն արի գրենք այսպիսի բան, հետո մանրուքներով հավաքվել եք ոնց է լինում։ Այսպիսի բան առաջարկը ստացել եմ Մարկ Արենից։ Մարկ Արենից։ Հետո բանը մեծ աշխատանք են կատարել պատմությունը Մշակել, ուսումնասիրել։ մշակելով դրվագներ ա եղել, որ իմ իրերը չի եկել հետո ես չեմ համաձայնվել փոփոխությունները կատարել է հիմնականում Մարկ Արենը, աշխատանքը կատարել է։ Ինձ կասես դա հեշտ process է, իսկ խելագարում, եթե երբ գրելիս կամ մի բան գրելիս, ինձ ինչ անգամ շատ կայացած մարդու հետ այդ շունչը զգալը, եսը կողք թողնել։ Մեկ տարի ես եմ գրել, չգիտեմ որքան։ Համատեղ ենք աշխատել հիմնականում։ Ինքը հեշտ process է, թե մարդուց պահանջում է եսը մի քիչ են կողմ դնի, լսի, մի քիչ մարդ process չի, Մարկ աշխատելը շատ հեշտ է։ Հա։ Ինքը շատ փոզիչումների գնացող է, այսինքն երբեք չի եղել, որ իմ կարծիքը չհամապատասխանի նրա կարծիքին ու հա, խնդիրները։ Հալածյուղի պես գրել, բայց եթե հետաքրքիր չի, չէ։ Չէ, հետաքրքիր է, բայց եթե այնպես լիներ, որ ինքն գրածը չհավաներ կամ ասել, Հա, այլ չերել ստեղ, չերել կամ ասել սխալական դու չկար, բնականաբար ես չէի շարունակի, ինքնա չէր համաձայնվի։ Շատ լավ։ Ժոր ջան, քո կյանքում ինչ է տեղի ունեցել, ես չտեսնվելու ընթացքին։ Մանարա ոչ մի բան, նույնն է, աշխատանքային։ Այսինքն ինչ-որ բան տպվել է, չի տպվել, չի։ Համաշխարհային գրքերում եմ տպվել մի քանի, տավուշ, հայրենի տավուշ համաշխարհային գրքում, ընթացքում տպվել է մեր ԵԳ-ի գիրքը, Սա վաճառքում է արդեն։ Թանակնունի ոտքերը մենք ունեցել ենք, այո, անդրադարձ հանրային ռադիոյում։ Մի քանի գրքեր համաշխարհային։ Գիրքը վաճառվում է, շատ պրիմիտիվ հարցեր եմ ուզում տալ, այսինքն գիրք այսօր վաճառվում է, նորմալ մարդիկ գնում են, առնում են եւ իրենց հետաքրքիր է։ Այդ շատ լավ է։ Բարեկամներ, անցնենք մեր արդեն բուն օրվան եւ լսենք ինչ գիր ունեն Ժոր Քոսակյանն ու Վարս։ Վարս ջանից մի հատ ասա, Վարս Չարենցը դա էր նորություն, թե ինձ է թվում միշտ Վարս Չարենցը եղել։ Չէ, Վարս Խաչատրյանը։ Վարս Խաչատրյանը։ Բայց գիրքը որոշեցի, որ պետք է լինի Արդեն Վարս Չարենցով գնաս, էլ չենք էլ հարցնում ինչու Չարենց, բարձը սիրելի բանաստեղծ է, մոտ է։ Սիրելի ամուսին։ Սիրելի ամուսին է Չարենցը։ Ախա, նայ ուրիշ տեղ եմ գնում։ Չարենցը Դրանում էլ խնդիրներ եղավ, Չարենցի անունը վերցնելու։ Հետո հարթեցրեց։ Շատ լավ։ Ժոր ջան, սկսենք քեզնից, լսենք տողդ։ Գյուղը։ Գյուղը լեռնային պարիսպներ ուներ, այգիներ կանաչ ու փոքրիկ տներ։ Հոսում էր գետը գյուղամեջ շննկած, գետի եզերքին նորիներ տնկած։ Ուրախ էր գյուղը, հոգսը մի բահ էր։ Աշնանն իր ծառի շվակը գահեր, ամենքն իր արդար վաստակի տեղներ, իր ցանածարտի հասկի ընկերներ։ Ամռանը գյուղը մեծ հյուրատուն էր, խարույկի բոցից կյանքը արթուն էր։ Ծառերի հովը սեղանատուն էր, կենաց ասողը մի իմաստուն էր։ Գլորվեց, գնացին ժամակարգերը, փոխվեց աշխարհքի բանն ու բարքերը։ Հին օրերն անցան, փոխվել է կյանքը։ Քչերն են տեսնում գյուղացու ջանքը, քչերն են գյուղի ճամփեքով գնում, քչերն են իրենցին տանը մնում։ Գյուղի հովերում էլ երկող չկա, կենաց ասողին էլ լսող չկա։
Խոսեց այս մասին քերի մուշեղը։ Գիտեր նա կյանքի ուղիղն ու շեղը։ Խոսեց այս մասին, խմեց տխրագին, գնաց ջրելու իր կանաչ այգին։ Գյուղը լեռնային պալիսպներ ուներ, այգիներ կանաչ ու լքվող տներ։ Ժորժը շատ ցավոտ կողմես, չէ՞։ Բոլորիս հարազատ, բայց դեռ լուծում չգտնվող որ գյուղի լքումը շատ Մեծ ցավ։ Դրա լուծումը ո՞նց ես տեսնում, իսկ ինչ անի գյուղը որ մնան, ինչն է։ Թե խնդիրը միշտ լավ ապրելու հետևից լավ կյանքի, բայց գյուղում ով մնան այդ հարցի պատասխանը ինքդ ո՞նց ես տեսնում։ Ժորժ։ Չգիտեմ, հիմա քաղաքը պետք է այնպես անի, որ գյուղը ապրի, որովհետև գյուղը այնպես անում է, որ քաղաքը ապրի։ Իսկ հակառակ վեկտորը այդքան էլ Այդքան էլ լավ չի Ակտիվ չի։ գործում։ շնորհակալություն ես բանաստեղծության համար։ Վարժ ջան, քեզ լսենք։ Ես սեր կբերեմ։ Քո արտնացումի շշու կդառնամ երկեցիկ ձայնով։ Եվ քամունման հովերս թողնեմ փարժեն ձեռքերիդ։ Իջնեմ ծանրացած կոպերը չոյեմ արևի շողով եւ առավոտվա համբույրը լինեմ շիկնաձայտերիդ։ Իբրև ոսկեբոց ես պատուհանից քունը տայրեցի։ Եվ գուրգուրանքս որպես սիրող հայտ վայելքդ եղավ։ Աննոն փրճվանքս աչքերիդ անցամ ծովի խառնեցի եւ արիկվական մարմինը սիրո պեչնանք ծառավ։ Քո տակ ձեռքերը պահքամիներից մարմինը սատեց։ Առավ հույզերս անսանձ որոտաց եւ դողդ եղավ։ Իմ այգաբացը քո մայրամուտի փեշերին փարվեց, մեր սիրախաղը վարակույրի պես երկնքից իջավ։ Ինչ է տակիր այլ խաղաղ տեղից աղարսը, չէ՞։ Սենց ուզում ես արդեն այն վիճակում ենք ապրում, որ անկախ մեզնից, չէ՞, բանաստեղծությունից ուզում ես ինքը քո ներվը, նյարդը, բորբոքը կիսի, բայց էս էլ է շատ կարևոր տեղ է։ Այս հարտոկոսանոց ուրիշ է տեղից, բայց ինձ մաքուր տալը, որ դա էլ է թերապիայի մաս, որովհետև մենք էլ ենք գազազած տողից ուզում ենք մեր այսօրվա նյարդը զգանք։ Մերսի վարժ ջան։ Ժոր։ Ինչեր է տեսել մեր տան հայելին։ Մեր տան հայելին ինչեր է տեսել։ Ինչեր է արել իր խոր գրկի մեջ։ Տեսել է անկեղծ շփտացող մեկին, ով մնացել է տան հուշերի մեջ։ Ինչեր է տեսել մեր տան հայելին։ Թե լաց, թե ծիծաղ, թե մանուկ ու ծեր։ Տեսել է պապիս հոգսը ուսերին։ Տեսել է թորին շփտացող աչքեր։ Անկամ փակվել է մեր տան հայելին։ Սավանով նրան լույսից են զրկել։ Գուցե լսել է այս ծեր հայելին, երբ հրաժեշտի խոսքեր են հնչել։ Տեսել է դեմքեր, որ վերջին պահին կարգի են բերվել մեկնումից առաջ։ Գուցե ինքն էլ է կարոտել մեկին ու քաշել անձայն կարոտի հառաչ։ Ինչեր է տեսել մեր տան հայելին, ու այսքան տարի, ու այսքան երկար։ Տեսել է պապիս եւ սենունդներին, կարոտել նրան, ով արդեն չկար։ Ինչեր է տեսել մեր տան հայելին շատ։ Պոեզիա, երկային շատ։ Այդ հայելու մեջ այսօր որ նայում ես, Ժորժ ջան, դու ինչ ես տեսնում, դու ինչ ես պահանջում այսօրվա հայելուց։ Չգիտեմ լավ է թե վատ, բայց ավելի շատ տեսնում եմ ինձ փոքր տարիքում։ Շուշուտ ես գնում, այդ հիշողությունը ուզում է հասկանալ։ Հիշողություններ շուշուտ եմ գնում։ Երկար ժամանակ անցկացնում ես։ Ինքը լավ կոնստրուկտիվ լավ տեղակայս աշխատանքային պես ասեմ աշխատանքային process-ի ժամանակ անգամ մտքերով գնում եմ այդ հին հիշողությունները։ Իսկ հիշեցնես որտեղ ես ապրել։ Ես ապրել եմ Տավուշի մարզի քաղաքում։ Հույս ունեմ շատ շուտով էլի վերադառնալու եմ ու ապրեմ Տավուշի։ Այսինքն 24 ժամվա ընթացքում շատ ես գնում։ Շատ եմ գնում։ Այն է շատ գեղեցիկ ներկայացումներ։ Վարժ ջան, քեզ լսենք։ Ինքնի վրա կիրակնալույսի խաղաղությունը եւ շուրթերիս մեջ խոնարհումներ են կրակի կարմիր։ Կապույտից իջնող մարմինս վերջի արարչություն է ու ես հոգնության վերջին պատառն եմ երկնքից երկիր։ Ու ես իջնում եմ աթի մխանքով դառնում իկուն եւ այս աշխարհի թախիցը շնչում բոլորի նման։ Եվ ես ամենքի սիրտը չիմացող մայրամուտ թակուն ուխտավորվում եմ մեղքաթով լինել հանուն հարության։ Բայց տես աչքերս մուրում են ուրախ մի գլխապտույտ, որտեղ սատանան համառող քիմքի սրճվանք կսնի ու իմ ցնորքը մութ գիշերի պատերին քսվող մեղանչության մեջ վերջին քաոսի հուշով կծխի։
Շարունակենք Շուրջան։ Սուրճը դառը։ Ինչ որ կես գավաթ դառնություն սև ջրի մտքեր է բերում քաղցրու սիրալի։ Եվ ինչպես չսիրել դառնա համա նրա։ Եվ աշխարհն այս կլոր մարդկանց գլխի պես գուցե մի օր սկսի մտածել, ովքեր են դեմքիս տներ նկարել, ու քառակուսի սենյակների մեջ անկյուն են փնտրում տեղավորվելու։ Ու կարոտում է գուցե դեմքերին մեր կլոր աշխարհն այս խելար։ Ինչպես այսօր ես կարոտել եմ քեզ իմ կես, կարոտել եմ առավել քան երբևէ։ Ինչպես երեք դու բարերովդ ազդու պատմեցիր, խոսեցիր այդ մասին։ Դե ինչ, սիրելիս։ Սա կյանքն է, ու մենք թաքնվել նրանց չգիտենք։ Այս կլոր երեսին ես գտա իմ կեսին ու կարոտի հասցեն իմ փնտրած։ Այն բերում է ձեր տուն, սենյակի մի անկյուն, որտեղ դու հեքիաթ ես ստորինում։ Շնորհակալություն։ Վարսեթե ժորը հիմնականում շուշոտ է գնում անցյալ։ Դու որտեղ ես ներկայում ես, ապագայից գնում, թե Ապագա չեմ գնում։ հա, քո գնացքը ուր է ավելի շատ տանում քեզ։ Հա։ Անցյալ գնում է բնականաբար։